Սեղ մեկլակ եւ բաժանորդակ։ Շնորհակալություն նախ եւ այլ թույլ տվեք ձեզ հայտնել եւ բոլոր պատգամավորներին, որ այս կարևոր օրը մեզ համայնքի համար կազմակերպել եք այդ քննարկումը, որը շատ կարևոր է։ Ես բացի դրան, որ լինելով Ադրբեջանահայերի ասամբլեայի հասարակական կազմակերպության նախագահ, նաև պատմական գիտությունների թեկնածու եմ եւ ադրբեջանագետ, ուստի եւ այդ հարցով ոչ միայն զբաղվում եմ վերջին 30 տարիների ընթացքում, այլ նաև ապրում եմ եւ կուզենայի հայտնել հետեւյալ հարցը։ Ամենակարևորը այն է, որ շատերս մենք շատ անգամ լսել ենք այն հարտահայտությունը, որ աշխարհում որևէ այլ բան ավելի սարսափազդու չկա, քան թե պատերազմը։ Եվ ուրեմն ես ձեզ կուզենայի ասել, ականատեսի եւ վերապրողի իրավունքով բնիկ բաքվեցի լինելով, որ կա այդպիսի բան։ Պատերազմից ավելի սարսափելի բանը ցեղասպանություն է, որը մենք տեսել ենք մեր աչքերով։ Բանը այն է, որ Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը զուտ միայն հումանիտար հարց չի։ Մենք կորցրել ենք այնտեղ ամեն ինչը, ինչ որ հնարավոր էր կորցնել, եւ տեսել ենք այնպիսի դաժանություններ, որոնք ցանկացած մարդուն կարող էին սարսափի բերել։ Եվ ըստ այդմ ինձ որպես բաքվեցուն նաեւ դժվար է ասել, բայց պետք է արձանագրենք հետեւյալը. Ադրբեջանում հայերի հետ կատարվածը ոչ միայն զուտ հումանիտար հարց է, այլ նաեւ ունի կիրառական քաղաքական նշանակություն։ Ադրբեջանում հայերի ցեղասպանության օրինակի հիման վրա կարելի է եւ անհրաժեշտ է ներկայացնել համաշխարհային հանրությանը իրենց համար հասկանալի լեզվով ադրբեջանցի թուրքերի եւ արցախահայերի մեկ պետության սահմաններում համատեղ գոյակցության անհնարինությունը։ Ուզենայի շեշտել, որ դրանից ադրբեջանահայության ճակատագրի եւ պատմության ճիշտ մեկնաբանման եւ ներկայացման մեջ են թաքնված Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծման բանալիները։ Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմական գործողություններից շատ ժամանակ առաջ եւ գոտուց շատ հեռու սեփական իսկ խաղաղ քաղաքացիների նկատմամբ ցեղասպանություն է իրագործել եւ համոզված եմ, որ ադրբեջանահայության ցեղասպանությունը հայկական զույգ պետությունների ձեռքում մեր պետականության սուր վահանն են դեմ ադրբեջանական քարոզչամեքենային։ Ադրբեջանը դրանից հետո, երբ որ այդ ցեղասպանություն բառը ես իզուր չեմ օգտագործում, իրականացրեց, որևէ բարոյական եւ իրավական իրավունք չունի հավակնելու Լեռնային Ղարաբաղի պատկանելությանը որևէ կարգավիճակով։ Եթե մի պետություն, որը սեփական խաղաղ քաղաքացիների նկատմամբ թույլ տվեց այդպիսի հանցագործություն սեփական մայրաքաղաքում, ապա որևէ հավակնություն նրան կողմից այս տարածքների նկատմամբ ուղղակի բարբաջանքն է։ Առանց ադրբեջանահայության ցեղասպանության ուղիղ ճանաչմանը, ավելին կասեմ, կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին, Արցախի Հանրապետության ազգային ժողովին, Ադրբեջանում կատարվածին տալ հստակ իրավական եւ քաղաքական գնահատական, որպես բաքվեցի 30 տարի անց կարծում եմ, որ պետք է արերեսվենք ճշմարտության հետ եւ բոլորի համար գաղտնիք չէ, որ նախքան սեփական ճշմարտությունը փորձել ներկայացնել համաշխարհային հանրությանը, պետք է ինքներդ ճանաչենք այս իրողությունը։ Հակառակ պարագայում մեր արգումենտները բավականաչափ թույլ կարող են լինել։ Ադրբեջանական իշխանությունները հստակ պատկերացնում են, որ Ադրբեջանում հայերի հետ կատարվածը, մասնավորապես Բաքվում հայերի կատարվածը, նրանց քարոզչամեքենայի աքելեսյան գարշապարն է փոխաբերական իմաստով եւ ուղիղ իմաստով։ Հիմա Ադրբեջանը փորձում է շահարկել այսպես կոչված Արցախի ադրբեջանական համայնքի խնդիրը, որը իրենց կողմից որոշ չափով հաջողվում է միայն այն պարագայում, երբ որ մենք չենք խոսում մեր ճշմարտության մասին, ավելի քան կես միլիոնանոց ադրբեջանահայ վտարանդի համայնքի, որի հիմնախնդիրը պետք է բարձրացվի բանակցային սեղանի շուրջ, այդ համայնքին կողմից կրած նյութական, բարոյական, տարածքային եւ քաղաքական վնասների արդարացի եւ համարժեք
փոխհատուցման խնդիրը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ինչը կնպաստի ադրբեջանական կողմի այսպես կոչված իրենց փախստականների միակողմանի վերաբերյալ շահարկումների։ Կարծում եմ, որ առաջին հերթին մեր ազգային ժողովը պետք է իրեն քաղաքական կամքը դրսևորի եւ անվանի իրադարձությունները ինչպես կան։ Բանը այն է նաև կուզենայի լրացնել, որ ժամանակին այստեղ շատ են մեջ բերել Ամերիկայի եւ այլ կառույցների միջազգային կառույցների կողմից այդ հարցերի դատապարտման հետ կապված խնդիրները, բայց դեռ խորհրդային Հայաստանի գերագույն խորհուրդը 4 անգամ դատապարտեց Ադրբեջանում կայացված այս իրադարձությունները, Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանությունը եւ կոչեց դա որպես մարդկության դեմ հանցագործություն եւ որպես ցեղասպանական գործողություններ եւ ուստի կոչ ենք անում եւս մեկ անգամ, որ այդ տարիների մենք վերջապես անվանենք իրերը իրենց անուններով, դա մանավանդ, երբ որ Ադրբեջանը տարի 3 անգամ իրենց կողմից հորինված ցեղասպանության մասին է հիշատակում, կապված այդ մի քանի օրից բարձրանա այդ վայնասունը կապված 90 թվականի սև հունվարին եւ այլն։ Եվ մենք այս պարագայում պետք է լինենք ոչ թե պատասխանող է, այլ նախաձեռնողականությունը վերցնենք մեր ձեռքում, քանի որ արդարությունը այս պարագայում մեր ձեռքում է, նաև կցանկանայի շեշտել այն պարզ ճշմարտությունը, որը ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանահայությունը կազմում է ընդհանուր բնակչության տոկոսային հարաբերակցության մոտավորապես 12%, որի շահերը ցավոք սրտի որևէ պետական մարմնում առայժմս, որը հույսով են կփոխվի, լիարժեք ներկայացված չեն։ Եվ կարծում եմ, որ մեր պետության ազգային, մեր զույգ պետությունների ազգային անվտանգության շահերից է բխում Ադրբեջանում կատարվածը եւ մասնավորապես Բաքվում կատարվածը ճանաչել պաշտոնապես որպես ցեղասպանություն։ Ի վերջո պետք է հիշել, որ Արցախյան գոյամարտը ոչ թե ազատության, անկախության, ինքնորոշման համար պայքար էր, այլ Ադրբեջանում կազմակերպված ցեղասպանությունից, որը փորձում էին արտահանել Արցախի տարածք եւ այդ մտադրությունները եւ ծրագրերը այլևս վաղուց գաղտնիք չեն բոլորի համար, փորձում են իրագործել Արցախում եւ Արցախի ժողովուրդը բոլևէ այլընտրակ չուներ, քան թե դիմեր ինքնապաշտպանությանը եւ հռչակել սեփական երկրի անկախությունը։ Կարծում եմ, որ այս պլատֆորմը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության հիմնասյուն, լինի դա դիվանագիտական դաշտում, լինի դա ազգային ժողովի միջոցով կազմակերպող տարբեր միջոցառումներին, հույս եմ հայտնում, որ մենք չենք վերհիշի Ադրբեջանում կատարված ցեղասպանության մասին միայն առիթից առիթ եւ հաջորդ անգամ կհանդիպենք Բաքվում ջարդերի այսպես կոչված 60-ամյակին նվիրված հավաքին, այլ կհասկանանք, որ հիմա 21-րդ դարն է եւ ով որ քարոզչական պատերազմում հաղթանակ է կորզում ստանում, կարող է նաև հաղթանակ տոնել իրական պատերազմի գործողություններում։ Ադրբեջանը չի խորշում մեր դեմ օգտագործել բոլոր հարցերը եւ ես կարծում եմ, որ եթե Ադրբեջանը ունի այդպիսի թույլ օղակ, ինչպես ադրբեջանահայության խնդիրն է, ապա մենք չօգտագործելու այդ հաղթաթուղթը ընդդեմ Ադրբեջանին, դա ոչ միայն սխալ է, այլ հանցագործություն։ Եվ միշտ ուզում եմ, որ դուք իմանաք, որ նախ եւ առաջ վերջում էլ ասեմ, որ շնորհակալ եմ, որ այդ լսումների կազմակերպեցիք, որ կիսեցիք մեր վիշտը, որ այս անգամ պարոն վարչապետն էլ իրեն ներկայությամբ պատվեց մեր համայնքի ողբը համապատասխան ծիծեռնակաբերդում, դա մենք կհիշենք անպայման միշտ եւ դուք էլ ուզում եմ, որ իմանաք, որ մեր համայնքի ողջ ներուժը, կուտակած գիտելիքները եւ այլն, որը կորցրել ենք ամեն ինչ, բայց ինչ որ մնացել է, ձեր տրամադրության տակ է, իշահ մեր ընդհանուր հաղթանակի մեջ ես չեմ կասկածում, քանի որ մեր գործը արդար է եւ համոզված եմ հաղթանակը մերը կլինի։ Շնորհակալություն պարոն Միրզոյան, շնորհակալություն բոլորիդ։ Շնորհակալ եմ։